Ողջույն, ուղիղ եթերում դեպի քաղաքապետ նախագիծն է։ Հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում քարոզարշավը մտել է վճռական փուլ, ընդամենը 2 օրից նախընտրական շրջանը ավարտվում է։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունները այս օրերին հանրահավաքներ, երթեր են անցկացնում։ Այս հաղորդման ընթացքում կամփոփենք քարոզարշավը, ուղիղ միացմամբ կզրուցենք Վանաձորում գտնվող Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Արամ Մանուկյանի հետ, ինչպես նաև մեկ օր կանցկացնենք Գյումրիի քաղաքապետի դաշնակցական թեկնածու Աշոտ Կուրղինյանի հետ։ Ուղիղ եթերում դեպի քաղաքապետն է, տեղափոխվենք Վանաձոր, այստեղ բացի իշխանական թեկնածուներից իրենց ցուցակներով են ընտրություններին մասնակցում նաև 6 ընդդիմադիր ուժեր։ Խորհրդարանական ընդդիմությունից Հայ ազգային կոնգրեսը 2 քաղաքներում էլ իր թեկնածուներին է առաջադրել։ Վանաձորում և Գյումրիում արդեն խոսվում է ընտրակաշառքի մասին, ուղիղ միացմամբ տեղափոխվենք Վանաձոր, թե ինչպիսի իրավիճակ է այնտեղ կպարզենք Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Արամ Մանուկյանի հետ, նա այժմ մասնակցում է քարոզարշավին, շնորհակալ եմ պարոն Մանուկյան մեզ հետ կապ հաստատելու համար։ Շնորհակալ եմ Հովհաննես։ Պարոն Մանուկյան, ինչպիսի իրավիճակ է հիմա Վանաձորում, խոսվում է ընտրակաշառքի մասին, ինչ-որ ակնոցներ, մուրաբաներ, չգիտեմ, տարբեր խոսակցություններ են, հա։ Հիմա դուք այդտեղ եք գտնվում, մասնակցում եք ընթացքին, խնդրում մանրամասնեք, հա, ի վերջո ինչ է կատարվում Վանաձորում։ Ես 10 օր եմ մասնակցում եմ աշխատանքներին, 2 բառ նախնական, եթե կարելի ասեմ, ընդհանուր վիճակից, հետո ձեր հարցին պատասխանեմ։ Կարծես թե նեյտրոնային ռումբ են գել Վանաձորի վրա, դատարկությունը, շքամուտքերով քայլում ենք եւ ամեն 10 բնականից մեկը 2-ն է բացում, ուղղակի դատարկություն։ Եվ այն բնակարաններ են, որտեղ մարդիկ բացում են դռները, միայն ծերեր են։ Ես այսպիսի վիճակ չէի անգամ պատկերացնում, թե արտագաղթ ինչ ավիրացություն է արել Վանաձորում։ Իսկապես մի խայտառակ վիճակ է, դատարկություն, եւ մնացել են հիմնականում տարիքավոր մարդիկ, որոնք իրենց դարդի մեջ այսպես թաղված չեն էլ պատկերացնում, թե ինչ են անում երկրում։ Այսինքն ընդհանուր առմամբ շատ հեռու է քաղաքական պայքարի դասական վիճակից։ Այստեղ ավելի շատ աշխատում է, եթե աշխատում է ընկերների, բարեկամների, ծանոթների, դասարանցիների, հարևանների սկզբունքը եւ քաղաքական մրցակցությունը բավականին նահանջապ է։ Քաղաքացիների մոտ խեղճացան, վախի զգացողություն է, բավականաչափ տարածված եւ միայն այս 10 օրվա աշխատանքի շնորհիվ մի քիչ կարծես թե հույս է առաջանում, որ մարդիկ կգան եւ քաղաքական ընդդիմություն կանեն, ոչ թե քերու բարեկամ։ Եվ շատ տարածված է, տխուր է, որ այդպես է, բայց լավ տղա է թեկնածուն, իմ հարևանն է թեկնածուն, իմ քերին ասել է, որ ես իր համար, այս վիճակը բավականին տարածված է։ Եվ այդ առումով մի քիչ Երևանից կամ մնացած տեղերի տարբերություն կա, որը մեծ առմամբ տխրեցում է, որ վիճակը այսպիսին է։ Եվ դրա հիման վրա է նաև, որ հանրապետական իր հին մեթոդները սկսել է կիրառել, մասնավորապես այն չքավորության վիճակ է, որ մարդկանց կարող են խաբել, կաշառել, գրավել չնչին բաներով։ Խոսում են կոկա-կոլա բաժանելու մասին, խոսում են թեյ բաժանելու մասին։ Մի բան արդեն ակնհայտ է, որ ֆիքսվել է եւ դիտորդներն են ֆիքսում եւ կուսակցությունները։ Հանրապետական թեկնածուն իբր իր հիմնադրամի որպես նոտար ակնոցներ է բաժանում եւ սա հերոստատեսության հայտարարություն, այսինքն ինչ ակնոցի մասին է խոսքը, ակնոցների մասին շատ է խոսում, ինչ ակնոց։ Հերոստատեսությամբ արդեն ֆիքսված է, հայտարարություն են անում, որ նոտարը, որը հիմի թեկնածուն է հանրապետական կուսակցության, հրավիրում է մարդկանց ստանալու ակնոցներ որպես օգնություն, ինքը որպես նոտար բարեգործական քայլեր է անում, եւ քաղաքացիներին բաժանում են օպտիկական ակնոցներ։ Նույն բանը ես տեսա Գյումրիում էլ կար, Գյումրիում այսպես էր, ինձ մոտեցել է հստակ օպտիկա խանութի աշխատող, բնականաբար ես չեմ ասի, եթե պետք է հետո ասեմ, օպտիկա խանութի ներկայացուցիչ, որին համայնատիրությունը գումար է փոխանցել,
Եվ այդ գումարով հավայնատիրությունը չեկեր քարտեր է բաժանում քաղաքացիներին, որպեսզի այդ քարտերով գնան այդ օպտիկայի խանութից վերցնեն իրենց բաժին ակնոցները, որպես բարեգործություն։ Գումարը ով է տալիս։ Գումարները Գյումրիում տվել են հավայնատիրությունները։ Չէ, բայց իրենց ով է տվել իշխան։ Ահա։ Տարբեր լծակներով փոխանցումներ են անում խանութներին, օպտիկայի խանութներին, որպեսզի նրանք տարիքավոր մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն, գնան եւ ակնոց վերցնեն։ Եվ դա հայտարարում են իրենք։ Այսինքն հեռուստատեսությամբ գովազդ գնում է, որ ովքեր կարիք ունեն ակնոցների, ասենք նոտարը տվյալ դեպքում հանրապետականի տեխնացում գալիս է ռեկլամում է, որ գնացեք ստացեք։ Դա քարոզչության ժամին է գնում, հա, այդ գովազդը, թե առանձին բանն է դա։ Մենք բոլորս գտնում ենք քարոզչության ռեժիմի մեջ բնականաբար։ Ամսի 19-ից 19-ից սկսվել է քարոզի ռեժիմը բնականաբար։ Եվ ոչ միայն դա է, մենք մոնիտորինգ ենք անցկացնում եւ կան նաեւ դիտորդական կազմակերպություններ, որոնք մոնիտորինգ են անում եւ պաստառները Վանաձորում փակցված եւ բուկլետները եւ հեռուստաժամերը։ Մեր հաշվարկներով արդեն հանրապետականը խախտել է գործող օրենքը եւ մենք ուղղակի հավաքում ենք անհրաժեշտ նյութերը, ժամանականակը, նյութերի քանակը, որպեսզի հստակեցնենք, թե որքան գումարներ է ծախսվել քարոզի համար եւ որ ինչ օրենք եւ այլ կետեր, որոնք հստակ են ընտրական օրենքներում խախտում։ Մասնավորապես, ասենք, Վանաձորում բավականաչափ են սննդի օբյեկտներում փակցված պաստառները, մանկապարտեզների համար ունենք նկարահանումներ, որ մանկապարտեզները կրթական օջախներ իրավունք չունեին քարոզի սուբյեկտ, քարոզի հանդիսանալու, դրանք էլ արված։ Այսինքն ես ամենը մենք կհավաքենք, տեսնենք ինչպես է, խորհրդակցելով իրավաբանների հետ փորձենք ներկայացնել այն խախտումները, որը կատարում է իշխանությունը Վանաձորում, մասնավորապես պետական կուսակցություն։ Եվ այսօր մենք ունենք հանրահավաք, այդ հանրահավաքին էլ երևի կներկայացնենք մեր արձանագրը։ Պարոն, խախտումները այսքանն էին, թե էլի ավելացնելու բան կա խախտումների մասով։ Չէ, այս պահին արձանագրված խախտումները այդքանն են։ Կան էլի ուրիշ խախտումներ, մասնավորապես հանրապետականը, որ Վանաձորի հրապարակները որպես արենդա վերցրել է իրենց միջոցառումները անելու համար, մարզպետն էր ներկայացրել հայտերը, մինչդեռ մարզպետը դրա իրավունք չունի։ Բայց հիմա կարծես թե շտկվեց, չէ՞ խնդիրը։ Աջան։ Հիմա շտկվեց կարծես թե այդ խնդիրը։ Շտկվեց, բայց մենք արձանագրել ենք, որ իրենք այդ առումով խախտում էին իրականացրել, որտեղ կուսակցության լիազոր մարմինը պետք է հայտեր ներկայացնի։ Այսինքն մենք ընթացքում հավաքում ենք այդ խախտումները, բնականաբար, Իսկ ինչ եք անելու ի վերջո։ Տեսնենք ինչպես ենք դա օգտագործելու։ Ահա։ Պարոն Մանուկյան, նաև Գյումրիից խոսեցիք, նաև ասացիք, որ փաստորեն նույն ակնոցների պատմությունը այնտեղ է։ Քանի որ այնտեղ էլ նաև Հայ ազգային կոնգրեսը իր տեխնացուին է առաջադրել, խնդրեմ մանրամասնեք, հա, այնտեղ ինչ վիճակ է խախտումների հետ կապված, արդյոք արձանագրվել են այլ խախտումներ բացի ակնոցների մասով եւ մեկ ուղղակի մանրամասնում, հա, ակնոցների հետ կապված պատմությունը, այսքան Բալասանյան դաշինքն է դա անում։ Իշխանությունները ասացիք, այս դեպքում փաստորեն տեխնացուն։ Վանաձորի հետ կապված ասեմ, դուք Գյումրի հետ կկապվեք Գյումրիի մեր կառույցների հետ եւ իրենք ձեզ ավելի մանրամասն կներկայացնեն։ Ես ուղղակի ներկայացրեցի ակնոցի հետ կապված պատմությունը, որից մանրամասն ներկայացրել են օպտիկա խանութի տնօրենները։ Ավելի մանրամասններ ովքեր են դա կազմակերպում, կարող եք հիշել մեր Գյումրիի պատասխանատուն։ Մենք ավելի լավ է ես խոսեմ Վանաձորի իրավիճակի հետ կապված։ Պարոն Մանուկյան, Վանաձորում փաստորեն Վանաձորում նաև Գյումրիում տեխնացուներ է առաջադրել Հայ ազգային կոնգրեսը, նախ ինչպես է գնահատում նրանց շանսերը առաջիկա ընտրություններում։ Սկզբից շատ դժվար էր, որովհետև մենք շատ ուշ սկսեցինք։ Մեր քարոզչության նյութերը շատ ուշ հասավ, մեր հեռուստաեթերը շատ ուշ հասավ։ Մենք համարյա մի շաբաթ ուշ սկսեցինք։ Եվ այս ընթացքում բավականաչափ ծանր աշխատանք ենք տարել, ես տնետում եմ անցկացրել, վակերում եմ շատ հանդիպումներ անցկացնում եւ ունեցել ենք մի քանի շատ գեղեցիկ ռոլիկներ, ամենալավ որակով, այսպես ասած, ժամանակակից ռոլիկները Հայ ազգային կոնգրեսինն են, եւ մի քանի ելույթների ու հանդիպումների արդյունքում այսպես
սայլը տեղից շարժվել է եւ հիմա դրական տենդենս կա, ակտիվություն կա ընդհանրապես, Վանաձորում բոլոր կուսակցություններն էլ ասեն, որ շատ ակտիվ աշխատում են։ Եվ երթեր կան, եւ այսօր օրինակ երկու հանրահավաք կա զուգահեռ։ Եվ մենք ենք անում եւ բարգավաճ։ Այսինքն ակտիվությունը ակնհայտ երևում է։ Ես կարծում եմ մինչեւ ամսի 2-ը բոլոր կուսակցություններն են կնպաստեն այս ակտիվությանը եւ սպասվելիք մասնակցությունը կլինի կարծում եմ 45000 մարդ, ինչը եղել է մոտավորապես հարակրեի ժամանակ, տեղեկացնեմ ձեզ որ Հանրաքվեի ժամանակ ոչը ջախջախիչ հաղթանակ է տարել Վանաձորում։ Երկու անգամ ոչը ի հեճուկս իշխանությունների ճնշումների, կաշառքների, վախեցնելու ծանոթ խնամի բարեկամ շեֆ, այնուամենայնիվ ոչը երկու անգամ Վանաձորում հաղթել է։ Եվ մենք հուսով ենք, որ այդ տրամադրությունը մեր քարոզի իմաստն սա է, որ քաղաքացիները ողջևորվեն իրենց իսկ քվեարկությունով, որ եղել է դեկտեմբերին, եւ կան ակտիվ քվեարկեն ոչ իշխանական ուժերը։ Այստեղ մի դժվարություն կա, որ կան նաև կեղծ ընդդիմադիրներ, ներդրված ընդդիմադիրներ, որոնք ջլատում են ընդդիմադիր ձայները։ Դա լուրջ խնդիր է Վանաձորում, տեսնենք ինչպես կստացվի։ Բոլոր դեպքերում կեղծ ընդդիմադիրներից, հա, ում նկատի ունեք կեղծ ընդդիմադիր ասելով, պարոն Մանուկյան։ Մենք քանի որ պայմանավորվել ենք բացի հանրապետականին ուղիղ ոչ մեկին չխփել, Թե բայց ասում եք կեղծ ընդդիմադիրներ եք ասում, ի վերջո ում նկատի ունեք կեղծ ընդդիմադիր ասելով։ Այդ անունը հիմա մի կորզեք, որովհետև մենք ունենք սկզբունքային մոտեցում հանրապետականներին ուղիղ խփել, իսկ մնացած մեր աշխատանքները քաղաքացիների այդ աշխատանքը կատարում են եւ քաղաքացիները շատ լավ այս բանը գիտեն, ովքեր են իրական ընդդիմադիրները, ում հետևից են գնալու եւ ովքեր են ֆալշը, որոնք վնասում են դիմադիր ձայների միասնական լինելուն։ Մենք բոլոր դեպքերում շատ հստակ առաջարկ ենք արել, ես հայտարարություն եմ արել Հայաստանի կոնգրեսի կողմից, որ առաջարկում ենք բոլոր ընդդիմադիր ուժերին մինչև ընտրությունների օրը հայտարարել, որ իրենք մտնելով ավականի չպետք է բլոկ կազմեն հանրապետական կուսակցության հետ։ Դրանով շանս են տալիս ընդդիմադիր, այդպես ասած, եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին ապացուցել, որ իրենք ընդդիմադիր են։ Այն քաղաքական ուժերը, որոնք այս գլխից կարող են ասել, որ իրենք հանրապետականի հետ բլոկ չեն կազմելու, որպեսզի քաղաքապետ ընտրեն, այն գլխից ասեն, որ պատրաստ են ընդդիմադիրներով։ Եվ ով ձեզ արձագանքեց, պարոն Մանուկյան, ով արձագանքեց, ինչ ասացին։ Այդ հայտարարությունը եղել է 3 երեկոյան, այսօր հանրահավաքի մենք այդ առաջարկը կգտնենք եւ կսպասենք արձագանքների։ Դեռ չկա շատ հստակ է, եւ եթե ընդդիմադիր կամ ընդդիմադիր աշխատող կուսակցությունները պատրաստ են բլոկի չգնալ, չմիանալ հանրապետական կուսակցությանը, ապա դա հստակ կողմնորոշիչ դեր կարող է ունենալ քաղաքացիների համար, որոնք մոլորված են, չգիտեն որն են դիմադիր, որն է ոչ ընդդիմադիր։ Այսինքն մենք տեստ առաջարկենք եւ այդ տեստի արձագանքից կտեսնենք ովքեր են, որ համաձայն են բլոկի չգնալ հանրապետական կուսակցությանը։ Մեկ ճշտում, հա, այս պահի դրությամբ որևէ կուսակցություն չի արձագանքել դեռ։ Այս պահի դրությամբ դեռևս ոչ մի արձագանք չկա մեր հայտարարությանը մեր Լավ, ես մեկ այլ առաջարկի մասին եկենք խոսենք, քանի որ Հայ ազգային կոնգրեսն էլ է բոլորին առաջարկով դիմել, ավելի վաղ հիշում եք Էդմոն Մարուքյանն էր Լուսավոր Հայաստանից առաջարկով դիմել, որպեսզի բոլորը ինքնաբացարկով գան միանան Լուսավոր Հայաստանին, քանի որ իրենց թեկնածուն, իր եղբայրը ամենամեծ շանսերն ունի ընդդիմադիր դաշտում եւ իրենք փաստորեն առաջարկում են միավորվել եւ հաղթել հանրապետականներին։ Հայ ազգային կոնգրեսը ընդդիմադիր կուսակցություն չմիացավ այս կոչին եւ ես ինչքանով որ հետեւել եմ արձագանք չեղավ ըստ էության Հայ ազգային կոնգրեսից։ Խնդրեմ ասեք, հա ինչն է պատճառը որ չմիացաք այս կոչին։ Արձագանք եղել է շատ արագ արձագանք։ Եվ դրա պատասխանը հետեւյալն է։ Ձեր ասածի մեջ կա կոնցեպտուալ շատ լուրջ սխալ, որովհետեւ առաջիկա ավականին լինելու է բազմակուսակցական Եվ յուրաքանչյուր կուսակցություն իր քվոտայով իրավականիներով մտնելու է Վանաձորի խորհրդարան։ Մենք առաջին անգամ ստեղծում ենք Վանաձորի խորհրդարանը, որտեղ կուսակցություններն են։ Եվ եթե հանկարծ այդ առաջարկը իրականացվեր, նշանակում է բոլոր կուսակցությունները դուրս են գալիս նկապայքարից եւ ասենք թե ձեր առաջարկած տեխնատուն չի հաղթում։ Այս դեպքում բոլոր կուսակցությունների մուտքը ավականի միանգամից ձախողվում է։
այսինքն այստեղ կոնցեպտուալ սխալ կա։ Եթե լիներ անձերի խնդիր, բոլոր անձերը կարող էին անել, միանալ մեկ անձին եւ այդ դեպքում կարող էր դա իրականանալ։ Բայց տվյալ դեպքում մենք ունենք բազմակուսակցական ընտրություններ։ Բայց դուք համաձայն չէիք, որ Լուսավոր Հայաստանի տեխնացուն ամենամեծ շանսերն ունեն դիմադիրի դաշտում։ Այս մտքը ամենևին, որովհետեւ Հայ ազգային կոնգրեսը եւ ժողովրդի մոտ եւ քաղաքական ուժերի մոտ ընկալվում է որպես ռադիկալ ընդդիմություն, որը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, ընդդիմություն, որը ոչ է քարոզել եւ պահել է ոչի ձայները, եւ դա ցուցիչ է։ Դա կատալիզատոր է, որպեսզի քաղաքացիները ճշտեն, ով է իրական մինչև վերջ անմնացող ընդդիմադիր ուժը։ Այդ առումով մենք մեզ համարում ենք իշխանությունների այլընտրանք, քաղաքական ուժ, որը կարող է նաև ապրիլին կազմակերպել խաղաղ իշխանափոխություն ընտրությունների միջոցով։ Եվ եթե անգամ որևէ ուժ հրաժարվում է այլ ուժի օգտին, դա չի նշանակում, թե իր էլեկտորատը գնալու է միանալու այդ ուժին։ Եվ այստեղ դու կորուստ ես ունենալու։ Այնպես որ մենք գտնում ենք, որ Չէ, բայց լինելու է մեկ ընդդիմադիր կուսակցություն ըստ առաջարկի տրամաբանության, մեկ ընդդիմադիր կուսակցություն եւ հանրապետական կուսակցությունը եւ դաշնակցությունը թերևս։ Այս դեպքում ավելի չէր հեշտանալու ընտրությունը։ Բայց այդ դեպքում մենք կարող ենք նույն առաջարկը անել, որ բոլորը միանային Հայ ազգային կոնգրեսին։ Բայց կայսպիսի Դե հենց դրա համար ես հարցնում եի շանսերը տեխնացու ինչպիսին են ձեր։ Եթե քաղաքական ուժը որոշում է, որ ինքը ավելի թույլ է, քան ուրիշը, եւ նա ռեալ ուժ է, ինքը պետք է որոշի։ Ես կարծում եմ, որ իրական ընդդիմությունը եւ այն ընդդիմությունը, որը պարլամենտական ընդդիմությունների միջոցով իր ամբողջ հանրապետական կառույցով կարող է պարլամենտ մտնել ապրիլի մասին խոսում եւ այլընտրանք հանդիսանալ, ես այդ կարծիքին եմ։ Դուք խոսում եք մի ուժի մասին, որը լոկալ քաղաքական ուժ է, լոկալ քաղաքական եւ հաջողություն իրան, բայց մենք մեզ չենք տեսնում կցորդ իրենց։ Հայ ազգային կոնգրեսը այն ուժը չէ, որը միանում է ուժ։ Հայ ազգային կոնգրեսը կարող է միավորել ուժերին, ինչպես քարյակներ, ինչպես 4+4+4 ֆորմատներ։ Հայ ազգային կոնգրեսը լուրջ ուժ է, լուրջ ընդդիմադիր քաղաքական ուժ է, եւ ինքը կարող է կազմակերպել եւ լինել հեգեմոն այլ քաղաքական ուժերի եւ հավասարը այլ քաղաքական ուժերի։ Քանի որ խոսեցիք պարոն Մանուկյան միավորման մասին, ահա։ Շուրջի չենք սկսել։ Եվ ես բացատրեցի, որտեղ կար կոնցեպտուալ սխալ։ Դա նույնն է պարլամենտական ընտրությունների ժամանակ մենք առաջարկենք բոլորը հանեն իրենց տեխնացությունները եւ պարլամենտ մտնի մի կուսակցություն։ Դա բազմակուսակցական սկզբունքի կոպիտ ոտնահարում է։ Եվ այս թեման եկեք այսքանով փակենք այս թեման։ Շատ լավ պարոն Մանուկյան, քանի որ միություններից խոսեցիք, հա, Վանաձորի ընտրություններում եւ Գյումրիում փաստորեն 7 ընդդիմադիր կուսակցություն, որոնք հայտարարել են իրենց ընդդիմադիր լինելու մասին, Վանաձորում 6 ընդդիմադիր կուսակցություն։ Բայց քանի որ հիմա Վանաձորում եկեք Վանաձորից խոսենք, մի քիչ շատ չեն այստեղ ընդդիմադիրները։ Ի վերջո, ի՞նչն էր պատճառը, որ չստացվեց ոչ մի դաշինք չեղավ ընդդիմադիրների միջև, անգամ երկու կուսակցություն չմիացան իրար։ Շատ լավ։ Իհարկե շատ են։ Եվ իշխանությունները քաջ գիտակցելով, որ հանրապետական կուսակցությունը չի կարող մեծամասնություն ունենալ, ընդդիմադիրները կարող են ուղղակի ջախջախել իրար, ստեղծել է քաղաքական ուժեր, որոնց ֆինանսավորում անդորում ոչ պակաս, քան հենց իր կուսակցությունն է ֆինանսավորում։ Մենք տեստ ենք առաջարկել։ Փորձեք պատասխանել հետևյալ հարցին. հարգելի ընդդիմադիրներ, դուք Սերժ Սարգսյանի դեմ եք, դուք հանրապետական կուսակցության հրաժարականը պահանջում եք, թե ոչ։ Շատ կոնկրետ, հստակ քաղաքացու համար պարզեցնող հարց է։ Երկրորդ, 6 ամիս առաջ մենք ռիվ էինք տալիս, պայքարում ենք եւ ոչը հաղթեց։ Հարգելի ընդդիմադիրներ, այն որ սեսիա եք անում Սերժ Սարգսյանի մոտ նկարվելով, դուք կողմ եք համնadrությանը, որով Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացվի, թե դեմ եք։ Սա ինձ լավ հստակ տեստ, ոչ մեկ չի կարող առաջարկել։ Եվ մյուսը, ընդդիմադիրները որքան փող են ծախսում, եւ ընդդիմադիրները որքան փող են ծախսում, քաղաքացիները շատ հստակ կարող են տեսնել։ Պլյուս մենք առաջարկել ենք ձեզ ասեցի մի քանի անգամ միավորվել։ Դա արել ենք Գյումրիում, արել ենք Վանաձորում, մենք 4+4 օրենքի նախագիծ արել ենք այդ ֆորմատով, այլ քաղաքական ուժերի հետ, այնպես որ սկզբունքին լիարժեք մենք կողմ ենք։ Որքան ընդդիմադիրներ լինեն միասնական, այնքան հեշտ կլինի հանրապետականից ազատվելը։ Ձեր սկզբունքը շատ ճիշտ է։
եւ մենք գնացել ենք։ Ներող կնեք, մեզնից շատ ոչ մեկ չի գնացել։ Ոչ դաշնակների դուրը, ոչ ԱԺՄ-ի դուրը, ոչ Բարգավաճի դուրը։ Չէին ուզում միանան, ուժերը փորձել են միանան, չեն կարող։ Խորհրդանում կներեք, ով է 4 ուժերը կազմակերպում։ Որ մենք կողմ ենք եղել։ Անգամ քաղաքական ուժի հետ, որը հակառակ գաղափարով կուսուցաններ դաշնակցի։ Մենք կողմ ենք միասին աշխատել։ Այսինքն այս անգամ չստացվեց։ Մի ասեք չստացվեց, որովհետև որոշակի բաներ ստացվեց, եւ եթե 4+4-ով օրինակ մենք խորհրդանում հաջողության ենք ասել, ապա դրան մասնակցել է նաեւ Բարգավաճը եւ օրինակ երկիրը։ Այսինքն մենք ձեր ասած սկզբունքին լիարժե լիովին կողմ ենք։ Եթե իշխանությունները գցում է արեստացին 2-3 ամսվա ստեղծված կուսակցություններ, մի քանի ամսվա եւ դրանք պրոյեկտներ են։ Եվ այդ պրոյեկտները նպատակ են դրել, որ ընդդիմությունը აღճատվի, ներող կրնեք, ես պարտավոր չեմ միանալ նրանց կամ իմ քաղաքական թիմը ջլատել, գնալ ստեղծել մի քանի ամսվա։ Պարոն Մանուկյան, մի քանի ամսվա կուսակցությունը Վանաձորում փաստորեն ըստ էության միայն Լուսավոր Հայաստանն է նորաստեղծ։ Որում շատ մանգատ կտեսնեք ուրիշ էլ կան։ Շատ լավ, եւ վերջին հարցս պարոն Մանուկյան, Հայ ազգային կոնգրեսին ինչ արդյունք կբավարարի Վանաձորում։ Չեմ կարող ասել, դա այդպես կանխատեսելի չի եւ հաշվելի չի։ Որքան շատ այնքան լավ։ Որքան շատ այնքան լավ, որովհետեւ դրանով հետագայում կարող է լուրջ գործոն լինել եւ մեր խնդիրն է նաեւ նախապատրաստել ապրիլի ընտրություններին։ Սա նախապատրաստական փուլ է պարլամենտի ընտրությունների եւ մեր խնդիրն է եւ կարծես թե ժողովուրդը դա անկամում է, դրա վրա լավ աշխատում ենք, որ գառնան ընտրությունները լինելու են պարլամենտական ընտրություն պլյուս նախագահական ընտրություն։ Եվ եթե մենք հասցնենք ժողովրդին, որ կուսակցությունները գառնանը պետք է որոշեն Հայաստանի ճակատագիրը 5 տարվա ընթացքում, քանի որ մենք չենք ունենալու այլևս ժողովրդի կողմից ընտրված նախագահ, այս հանրապետականի վերջին վնասն է այս ժողովրդին, որ մենք զրկվել ենք գերագույն գլխավոր հրամանատար եւ երկրի պրեզիդենտ ունենալու։ Եթե այս գաղափարները աշխատեն եւ փորձենք միգցել աշխատել, ապա մենք հույս ունենք, որ գառնանը լուրջ հաջողություններ կարող են ունենալ, մանավանդ որ առաջիկա քառորյայում խորհրդանում քննարկվելու է իրական նոր օրենսգիրքը, որը հուսադրող բաներ ունի պարունակում։ Եղավ, շնորհակալ եմ պարոն Մանուկյան, մեզ միանալու համար հիշեցնեմ Վանաձորից ուղիղ միացմամբ զրուցում էինք Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Արամ Մանուկյանի հետ, նա Վանաձորում մասնակցում է Հայ ազգային կոնգրեսի ավականու անդամների քարոզարշավին, իսկ այժմ շարունակում ենք ծրագիրը։ Ուղիղ եթերում դեպի քաղաքապետն է, ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն էլ լավ ծրագրեր են ներկայացնում, բոլորը խոստանում են ասֆալտապատել, լուսավորել, մի շարք խնդիրներ լուծել։ Իսկ հավատում են արդյոք քաղաքացիները այս խոստումներին, հենց դա է փորձել պարզել իմ գործընկեր Նարէ Ստեփանյանը վանաձորցիների հետ զրույցում։ Բոլոր ընտրողները խոստումները տալիս են հոյակը, բայց ընթացիկ միշտ հենց է եղել, բայց աշխատանքի ընթացքում տեսնում եք վիճակը ոնց է, տարբերություն չկա։ Դա երևի կարող ենք ընտրություններին, մենք ինչ-որ մեկին պետք է ընտրենք, բայց հավատը քիչ է, որ նրանք կարող են ինչ-որտեղ գործ անեն։ Չեմ հավատամ, որովհետև չեմ տեսնում։ Երբ որ տենամ կհավատամ։ Իսկ այդ նախնական խոստումները, որ տալիս են, թող որևէ մեկը մինչև ընտրությունները բերեր մի բան աներ ու ասեր, ես կուսակցությունն անեմ, ասենք ես կուսակցությունը մարդկանց մատից ուզում է փուշ անի։ Իսկ եթե չեն այ պետք է ընտրվեն նոր։ Խնդիրը նրա մեջ է, որ շատ խնդիրներ են դրել իրենց առաջ, ես հիմա անուններով չասեմ, մեկը այսօր կարդում եմ, որ աշխատատեղ է պիտի բացի դրսի ներդրումներով, ես չեմ կարող դա պատկերացնեմ։ Եթե հնար կար, մինչև էդ էլ կանեին։ Սովորաբար կես կատակ, կես լուրջ հոդվածներ էլ կան, արտասահմանյան, որ ասում է խոստացիր ամեն ինչ, մեկը ոչ ոք հետո չի հետևելու կատարում ա թե չէ։ Այդ խոստումների չնչին մասն է միշտ կատարում, դա նորմալ է։ Որովհետև մարդը ես չեմ ասում, որ ասելու սխափում ա, որ պետք է ասենք ասի ու չանի։ Մարդիկ հույս ունեն, որ կկարողանան անեն, բայց հետո չեն կարողանում, որովհետև հանդիպում են տարբեր ֆինանսական, հազար ու մի արգելքների։ Ես հավատում եմ Լուսավոր Հայաստանի խոստումներին։
Քրիստ Մարուկյանի խոստումներն եմ հավատում։ Քանզի իրեն եղբայրը ազգային ժողովի պատգամավոր է, մեր Վանաձորից ընտրված բազմա 4 թե 5 պատգամավոր ունենք, միայն Մարուկյանն է խոսում։ Էլի ժողովրդի մատից ինքն է փուշանում, ինքն էլի աջակցում ժողովրդին։ Ես ոչ մի կուսակցության չեմ հավատում, հանրաքվեն ցույց տվեց, որ մեր երկրում չկա հանրաքվե, չկա ընտրություն, լրիվ ֆորմալ ձևական բնույթ է կրում, դա համար առանձնապես հույսեր չեմ կապում որևէ կուսակցության հետ։ Հենց նույն այդ սկզբունքը նույնիսկ, որ ընտրում են կուսակցություններ, այսինքն ժողովրդին զրկել են առաջադրելու իրավունքից կամ ինքն առաջադրվելու իրավունքից, դա էլ նորից մեր իրավունքների ոտնահարում է։ Եվս մի անգամ խափում են այս ժողովրդին, կոնկրետ, առանց որևէ մի այլևալության ապացուցելու, կգա ժամանակը 5 տարի հետո կամ 4 տարի հետո տա Աստված, որ էլի ինձ հանդիպեք, կապացուցեն, որ այս անգամը եւս խափում են։ Մասնակի ծանոթ եմ ծրագրերին, բայց գովազդներով, եթե նայում եմ իրենց ցանկությունները, հայտարարությունները, շատ տեխնացուներ կան, որ քաղաքապետի իրավասություններից դուրս խոստումներ են տալիս, որը անիրականալի է։ Դե հույս ենք կապում, որ վերջապես մի բան կլուծվի։ Հույս ունենք։ Ուղիղ եթերում դեպի քաղաքապետն է։ Գյումրիի քաղաքապետի տեխնացու դաշնակցական Աշոտ Կուրղինյանը որոշել է քաղաքը հեղափոխել։ Կարմիր դրոշ արդեն ունի, մնում է անհրաժեշտ ձայները ստանա։ Գյումրու մոր և մանկան հիվանդանոցի տնօրենը նաև բժշկական հաստատության հնարավորություններն է օգտագործում քարոզարշավի համար։ Ով է Աշոտ Կուրղինյանը կամ ինչպես դաշնակցականներն են ասում, ընկեր Աշոտը և ինչ ծրագրեր ունի։ Հենց հիմա մեկ օր Աշոտ Կուրղինյանի հետ։ Ընկեր Աշոտը որոշել է Գյումրին հեղափոխել, բայց դրա համար նրան ընտրողների ձայներ են պետք։ Առավելություն ունի, ղեկավարում է Գյումրիի ամենամեծ հիվանդանոցներից մեկը։ Վստահ է, հիվանդների եւ աշխատողների մեծամասնությունը իրեն են ընտրելու։ Բայց ես այնքան վստահ եմ, որ մենակ բոլորին են ընտրելու։ Որովհետեւ 10 Բայց չեք ասում թեթև բան։ Չէ, թեթևի մեջ էլ չեմ ասում, բայց վաղ կգա կասեմ։ Վաղ կգա ասելու եմ։ Ընտրությունից մի քանի օր առաջ, բայց ես պես չեմ ասում ինձ ընտրեք։ Ես կանչում ասում եմ, ում ես ընտրելու, հետաքրքիր է։ Ինքն էլ ասում է, ձեզ բժիշկ Կուրղինյան ջան։ Բայց հավատում եք։ Հա։ Նախընտրական շրջանում բժիշկ Կուրղինյանը շատ զբաղված է, դեռ չէր հասցրել իր մեթոդով բոլորին հարցնել։ Այսօր մի փոքր ժամանակ ունի, այն անիմաստ չի վատնում։ Լուսինե ջան, դու ում ես ընտրելու։ Մեզ նկարեք մի հատ իրար հետ։ Բա որ ասեիք իրան չեք ընտրելու վատ կլիներ։ Բայց ինչ ասեմ, որ ընտրելու։ Ես կարող ուրիշն եք հավանում։ Տղայդ աղջիկ։ Всё, աշկերելուս։ Աշկերելուս։ Ո՞վ է սա։ Ձեր բոլոր աշխատողները եկել են, լավ առիթ է, հարցրեք։ Հարցրեք։ Հարցրել եմ, երեխեք դուք ում եք ընտրելու։ Վայ, ոնց որ մեկը, բայց ինչքան տարօրինակ կլներ, որ ես մարդիկ այսքան իմ հետ աշխատում, ասած ձեզ չենք ընտրել։ Ուրեմն այս մարդիկ ինձ մեջ ինչ-որ որակներ չեն տեսնում, չէ՞։ Բնական չի։ Բնական չի։ Բայց մշակել չեն ուզում։ Չէ, մենք չենք ուզում ինքը, բայց կուզենք որ ինքը ընտրվի։ Ինքը շատ լավ մարդ է։ Բայց որ ընտրվի կգնա, էլի։ Հենց էլա։ Գիտեք ցավում եք, որ դեր տամից տո։ Ինձ էլ թվաց, որ գնա դրա համար եք ընտրել։ Պարզվեց աշխատողներից ոչ բոլորն են Գյումրիից, բայց այս խնդրի լուծման դեղատոմսը ընկեր Աշոտը ունի։ Հարազատներին ինչ ես ասել, ում ընտրել, Ֆաթում ջան։ Վերջացա։ Բայց ինչի։ Տնօրենն է դրա համար։ Չէ, աշխատանք։ Դե լավ, տնօրենն է դրա համար։ Բայց էլ նայեք ինձ սիրուն նկարներին, էլի։ Իհարկե իրոք նշանակություն։ Հա, չէ, Էսի վերջերս ենք նկարել։ Տնօրենը հարցնամաս կարակ ասեք իրան, չէ։ Կուրղինյանը նաև հիվանդանոցի միջանցքներն է օգտագործում քարոզչության համար։ Այստեղ մի քանի պաստառներ է փակցրել։ Այս խախտում չի։ Չէ։ Հաստատ չի, հիվանդանոցներում կա։ Մեր հիվանդանոց չգիտեմ ինչու ուրիշները չբերեցին։ Մտածեցին թե դեպի Հիմա կարան ձեր հիվանդանոց ուրիշները բերեն։ Իհարկե կարան։ Կողքը Գյումրի բժշկական կենտրոնը եւ իմս կա, եւ գործող քաղաքապետինը կա, ընդամենը մի քանի մետր են կամ։ Հա։ Բայց տեսանելի վայրերում, հասարակական վայրերում փակցնելու ես։ Բայց սա հասարակական տեսանելի վայր է։ Դա ինչ է, հիվանդանոց է 1000 հոգի մերնում են։ Ո՞նց խախտում է։ Չեմ կարծում։
Բժիշկը նաև իր բուժած մոտ 2000 հաճախորդների ձայները ստանալու միջոց է գտել, իսկ թե ինչպես է դա անելու կիմանաք հաղորդման ընթացքում, իսկ հիմա օրը սկզբից։ Աշոտ Կուրղինյան, շուտով 50 տարեկան դարձող դաշնակցական բժիշկը քաղաքապետ դառնալու մեծ ցանկություն ունի։ Ընկեր Աշոտը բնակվում է Գյումրիի ամենահին թաղամասում, որը նաև Կումայրի արգելոցի տարածքի մաս է։ Հայրական բնակարանը երկրաշարժից է փլվել, ինքն էլ 1998 թվականին հին տուն է գնել և վերականգնել։ Այս դուրն էլ է հին։ Բա ինչ է, այստեղ ամեն ինչ որ տեսնում եք։ Այս դուրը որ թվի է։ 1900։ 1900 թվի դուր է։ 1900 թվի դուր է։ Էսի ընդամենը ռեստավրացիա են կարել, ճակել է։ Ու շատ պես դռներ կան Գյումրիում, շատ գեղեցիկ դռներ կան։ Այն նայեք էս գրածից, հինը ռուսական տարին։ Էս աշխատում ո՞վ է։ Ինչ է։ Ստեղով տուգանքներ են ձեզ բերում, հե։ Կյայի տուգանքները։ Աշոտ Կուրղինյանը հնություն շատ է սիրում, նրա տանը գրեթե ամեն ինչ մի քանի տասնյակից մինչև 1 դարի պատմություն ունի։ Այս տունը 2 երկրաշարժերի ընթացքում չի վնասվել, ուսումնասիրել է, այստեղ ապրել է Պապիկովների ընտանիքը, ովքեր նույնպես բժիշկներ էին։ Սա մեր տունն է ինքը նույնպես այս առաստաղները 1900 թվի, այս հադակները 1900 թվի։ Բայց ո՞նց է պահպանվել, սա չի փետում։ Փաստորեն չէ, սա կոչվում է Սարի Ղամիշի փայտ։ Մեր գյումրեցիները շատ լավ գիտեն։ Այս փայտը մշակելիս յուղի հոդը այդ թացությունը միջև հիմա կա։ Սարի Ղամիշը ցավոք սրտի արդեն Արևմտյան Հայաստանի մեջ է։ Այն ժամանակ Ղարսի կողմերից սա բերել են ու այս գյումրեցի տները սա հիմնականում այս նույն փայտն է, Սարի Ղամիշի փայտը սա է, Սարի Ղամիշի փայտը սա է։ Ես պատուհաններն եմ փորձել լրիվ պահպանել։ Սա իհարկե 6 տիտանական աշխատանք է, բայց երբ որ դու քեզ գյումրեցի ես ուզում զգալ ու դու պետք է նաև այդ կոլորիտով ապրես։ Այսի մեր ստավնիներն են, նայեք։ Հոպա, փակավ, ես էլ էսպես փակավ։ Սա իմ հոբին է, սա իմ կյանքն է ամենօրյա։ Այսպեսի ամբողջ տունս է սա։ Սա էլ է 1900։ Սա էլ է 1900 թիվ։ Դաշնակցական ընկեր Աշոտը սիրում է կատակել, թե թանգարանում է ապրում։ Տունը մինչ այսօր էլ արդեն 18 տարի է վերանորոգում կամ ինչպես ինքն է ասում, վերականգնում է։ Ասում է թանկ չէ, բայց համբերություն է պետք, քանի որ վերականգնելը երկար ժամանակ է պահանջում։ Դռները 1900 թիվ։ Այս բաները, բռնակները 1900 թիվ։ Ես կարող եմ սա փոխել, բայց ես հենց է թողել եմ իրումնավոր։ Ես սիրում եմ էսի։ Սրա մեջ կյանք կա, սրա մեջ հոգի կա։ Սրանք տեսնում եմ ամեն ինչ։ Էսի արդեն ավարտած է, հա, վերականգնել։ Հա, ես էլ սրանց ավելի բան չեմ անելու։ Հա։ Սրա տեսել է 15 թվի Եղեռնի շրջանը, այստեղ ես նայում ամեն ինչը պատկերացնում եմ։ Այս դուրը քանի հոգի է բացել, ինչպեսի մարդիկ են բացել, ովքեր եղել։ Կուրղինյանը նաև հին ժամացույցեր է սիրում, հպարտանում է, իր հյուրասենյակի ժամացույցից նաև կառավարությունում կա։ Տանը մի քանի մեծ զանգերով ժամացույց ուներ, ասաց, որ սկզբից ընտանիքը բողոքում էր ձայնից, բայց հետո հարմարվեցին։ Այստեղ հների կողքին է նաև համեմատաբար նոր ֆաշիստական Գերմանիայի գոյության տարիներին արտադրված ժամացույցը։ Այս որտեղից։ Գյումրիում մի հատ լավ տղա կարում էր։ Հայքը որտեղից է բերել։ Ռուսաստանից իհարկե։ Էսի տրաֆե է եղել։ Հա։ Այսինքն Գերմանիա գնաց է հասել են չէ մեր սովետական զորքը։ Եթե տան առաջին հարկում բավականին նոր 70-ականների արտադրության պահարան կար, ապա երկրորդ հարկում պահարանը 1900-ականների արտադրության էր։ Իսկ այն ժամանակ ո՞նց աղակես տունը, թանկ չէր։ Չէ, տունը շատ մաչելի եմ առել, թանգարելու հնարավորություն չունի, ես առա այս տան մենակ մի հատված է։ Այդ սենյակը որ դուրս եկանք, մենակ այդ այսինքն լրիվ ահավոր անմխիթար վիճակում էր, ահավոր, այս մասով որ ասնում էր, եթե մի քիչ ոտքդ պինդ դնեիր գետնին, հող կթափվեր գլխիդ։ Ինքը համարյա ավերակ է եղել այս տունը։ Ինքը այս գեղեցկությունը։ Սա ընդհանուր պատժդինման։ Ապրեք, սա ընդհանուր պատժեզդ է եղել։ Այս տանը 90-ականներին մի քանի ընտանիք էր ապրում։ Տունը տարբեր մասերի է բաժանված եղել։ Ընկեր Աշոտը հին նախագծով վերականգնել է ու վերացրել ավելորդ պատերը։ Նաև փորձել է տանը եղած հին իրերը նորովի օգտագործել։ Օրինակ, իր աշխատասենյակի նավթի լամպը դարձրել է հոսանքով աշխատող։ Երաժշտության հարցում նույնպես հինն է սիրում։ Օրինակ, հին սկավառակներով է լսում։ Ինքը շատ մաքուր։ Դինամիկով կան ձևը տենց, հա։ Թե ինքը առանձին մենակ ես այս միացել եմ սրա։ Հա։ Ինքը
ոնց որ մուզիկալի ցենտրի պես էլի, իհաց ուսինից էլ է սրա մեջը, ես էլ ես բաներն եմ։ Ինչ է լսա։ Ֆար էլի։ Շինգիս խան։ Հա, էսի շատ մեր ջայլ վախտերի երկերից է։ Թեև տանը չի լսում, բայց շատ է սիրում դաշնակցական երգեր։ Ուրախ է, որ դրանք նաև հարսանիքների ժամանակ են լսում։ Ինքն էլ երգին ձայնակցում է, բայց մենակ երգել չի սիրում։ Չէ, սենց երգ է։ Չէ։ Լողանալիս դաշնակ դրոն է երգում։ Ոչ միայն։ Էլ որը։ Տարբեր։ Ուրղինյանը վստահ է, որ իր նման հնության սիրահարները շատ են և Գյումրիում պետք է վերականգնել հին արհեստները։ Սա նաև զբոսաշրջիկներին կգրավի։ Իր տանը ունեցած հնությունները պահպանելու համար նա մի քանի միջոց ունի։ Լավ էլ մեծ այս։ Այս բաժնի համար այդքան մեծ չի։ Հավատում եք, սենց բաներ։ Աչքի ուլունքին հավատում եք։ Մարդկա հավատում է, մարդկա չէ։ Ես կախում ունի տրամադրությունից։ Որ կա ամեն ինչ թարս եք ունում, ասում ես ինչ տեսում տեսա ես այսօր առավոտը։ Հա։ Բայց այս աչքի ուլունքը ձեզ օգնում է։ Չեմ ուղղակի ֆիքսել սրա վրա, որ կախել ենք, հուսում ենք, որ կօգնի։ Բացի աչքի ուլունքից տանը կա նաև ժամանակակից անվտանգության համակարգ, թեև միաժամանակ գործում է նաև 1900-ականների անվտանգության համակարգը։ Ստե մտնելու համար դուրը ռամկերկով պիտի հանես, էլ ուրիշ տարբերակ չկա։ Հա, էսի մի գարակ, էսի լավն է։ Դուրս եկանք, ընկեր Աշոտը պատմեց, որ հարևանությամբ գտնվող տներից մեկում հին կահույք է տեսել, անպայման ուզում է ձեռք բերել։ Շատ եսի ինչ չի, բայց դուրս եկել, այսի։ Իրա որ մաքրես մուքրես, տարագ-մարագները սարքես մի հատ լաքես, ու ինքը ճիշտ տեղ հայտնվի, ասենք իմ սենյակներից պես սենյակ, միանգամից լրիվ այլ որակ է։ Պարզվեց կահույքը գտնվում է Եռանկյունի ֆիլմից հայտնի պատշգամբով շենքում։ Կուրղինյանը հպարտանում է, որ այս շենքի հարևանությամբ է ապրում։ Թեև տունը բնակելի չէր, բայց բժիշկը ուրախությամբ արձանագրեց, որ պատշգամբը վերջերս է վերանորոգվել։ Այս փողոցով քայլում են, այս պատերից մեկին այդ աֆիշից կպցնում են, հետո այդ բանը, այս հերոսը ասում է, թե նա հիմա ինձ սիրուն աղջիկ մի հատ դուրս կգա, սուլում է ու գեղեցիկ երաժշտության տակ, այդ պահը նաև երաժշտական ուղեկցություն ունի, այստեղ իրոք մի հատ շատ սիրուն աղջիկ է դուրս գալիս, այս դռնից դեպի այս բալգոն։ Ու նայում է։ Ու ես, որ պատկերացնում եմ, որ այդ բալգոնը իմ տնից մի քանի մետր հեռու է, շատ ինձ լավ եմ զգում։ Իմ բոլոր հյուրերին, կուրսիս ընկերներին, չգիտեմ բժիշկներին, ովքեր Երևանից գալիս են, բան ասում եմ, Եռանկյունի տեսել եք, հագել եք այդ բալգոնը ցույց տամ։ Այս փողոցում հիմնականում անցած դարեսկզբին կառուցված շենքեր են։ Կուրղինյանը հպարտությամբ դրանք ցույց է տալիս եւ ասում, որ ընտրվելու դեպքում հին Գյումրին վերականգնելու է։ Այդ հարցում ասած իրեն օգնելու են նաեւ Ռոտարի կոչվող ակումբի անդամները, որոնք արդեն մի քանի ծրագրեր արել են քաղաքում։ Օրինակ մեր Գյումրի Ռոտարի կլուբը, ասենք արևմտյան կամ չգիտեմ հարավային կամ ասիական Ռոտարի ակումբի մի մասնաճյուղ է։ Թրերով, այդիներով եւ այլն։ Դա ինչ է մասոնների պես մի բան։ Ասում են, բայց չեմ հավատում, դրա հետ կապ չունի։ Ուրեմն հիմա դուք մասոն չեք։ Չէ, հաստատ։ Ընկեր Աշոտի մեքենան նոր է, քանի որ հնի համար գումար չուներ։ Ասաց, որ Գյումրիում վարելը միշտ չէ, որ հեշտ է, կամ փողոցներն են վատը, կամ էլ վարորդներն են խախտում կանոնները։ Խնդիրը լուծելու համար տեսախցիկներ կբերի քաղաք, բայց չափի մեջ։ Վերջին շրջանում խանգարում են նաև նախընտրական մեծ պաստառները, որպես բժիշկ խորհուրդ է տալիս դրանց չնայել, քանի որ ընկճում են։ Հիմա օրինակ հեսա ձեր բաներն է։ Ամենաճաշակողը սև սպիտակ, գեղեցիկ 3 հատ դեմք, ինտելիգենտ դեմք, քաղաքում շենքեր կան, հա, հետո բանայք։ Քաղաքում ճանաչված, սիրված, երբևէ իրենց կենսագրությամբ հայոյանքի չարժանացած մարդիկ են իրանց համար հավաքվել են։ Ձեզ եք կողմ։ Ինչի՞ չէ որ։ Ընտրությունների ժամանակ Չէ, ընտրությունների ժամանակ տրամաբանություն կա նաև, որ դու պետք է ուզես թե չուզես համեստ լինես, թե անհամեստ պիտի խոսես քո մասին։ Պիտի ճանաչել տաս, չէ՞ քեզ մի քիչ։ Հասանք Գյումրու մոր եւ մանկան կամ ավստրիական հիվանդանոց։ Ավստրիացիները այս հիվանդանոցը երկրաշարժից հետո են կառուցել։ Կուրղինյանը ասաց, որ մինչ այժմ նրանց հետ կապ է պահում եւ հաճախ իրենց տեխնիկայով եւ վերապատրաստմամբ են օգնում։ Սա ճիշտն ասած նաև քարոզարշավին օգտագործում են։ Օգտագործում եմ հետևյալ ինտատեքստով, որ եթե դու միջազգային կազմակերպության հետ ճիշտ ես աշխատում, իր մոտ վստահություն ես առաջացնում, ինքը սիրով ծրագրերը շարունակում է։ Եվ ես հուսով եմ վստահ եմ, որ քաղաքում կլինեն
այդպիսի մարդիկ, որովհետև քաղաքում անելիքները շատ ավելի շատ են, քան հիվանդանոցում։ Բժիշկ Կուրղինյանը հիվանդանոցում գեղեցիկ աշխատասենյակ ունի, բայց դաշնակցության կարմիր դրոշ այնտեղ չկա, միայն կուսակցության փոքր զինանշանը։ Սենյակում փաստորեն դաշնակցական եք, բայց ավելի շատ հանրապետական կուսակցության ղեկավարի նկարները կան, քան թե Ավելի շատ չէ, մի հատ։ 3 հատ։ Դե ասեցի, 1, 2, 3, բայց այն հիվանդանոցի պատմության հետ շատ սերտ առնչություն ունի եւ ես ասում եմ, որ շատ լավ եմ զգում եւ մտնում տեսնում եմ այդ նկարները, որտեղ ինչպես տեսնում եք նախագահի հետ շատ ակտիվ ես խոսում եմ ու Պահարանում նաև սեյֆ ուներ, ներսում գումար չկար, փոխարենը մեկ այլ սեյֆի բանալի կար։ Կուրղինյանը ասաց, որ կուսակցությունից երբեք բան չի խնդրել, անդամագրվելուց էլ հիշեցրել են, որ դաշնակցությունում ավելի շատ պետք է տա, քան ստանա։ Տնօրեն ոնց դարձա։ Մեր նախորդ տնօրեն Թոշակի տարիքներ, ուրիշ ոչ մի բան, ինքը օրինական, այսպես ասած, գնաց Թոշակի, ես էլ դիմում կրեցի Շիրակի մարզպետին, որ այդ ժամանակ նաև իմ կուսակցական ընկերներ, ես հարցը կանխատեսեմ եւ աշխատեցի տնօրեն, բայց հետո տնից հետո մինչեւ 2010-ը որ թվնենք հիմա 16։ Աբեք, քանի տարի անցավ, 13 տարի։ Հիմա էլ է մարզպետը դաշնակցական։ Իսկ մեջտերի մարզպետներին մոռացանք։ Բայց փաստորեն քանի անգամ ինձ կարող էին փաստորեն մարզպետը դաշնակցական էր, դիմեցիք, ինքը հաստատեց։ Չէ, այնքան մարդ այդ ժամանակ չհաստատվավ դաշնակցական։ Իսկ մաղարիչ արեցի։ Չէ, իհարկե ոչ։ Դե լավ մարզպետին մաղարիչ չկարել։ Կարող է գնացել հաց կերել ենք շուտ մտեղ։ Կարող է շուտ մտեղ հաց կերել ենք։ Էդի լավ աշկելուց չեն ասում դրան։ Արժե չի անել։ Մաղարիչ է։ Մաղարիչ նաև ընկեր Աշոտին են անում, բայց կաշառք պնդում է, որ երբեք չի վերցրել։ Սա նվեր է։ Այո, եթե մարդը բերել է այսպես դրել են, Ձեր ինչ են նվիրում օրինակ։ Եկեք բացենք տեսնենք, չէ՞ մենա է։ Ուղի Ստալին փաստորեն, չէ, գեներալիսիմուս։ Բայց ես հիշեցի, ասին Ռուսաստանից է բերած դոկտոր ջան, այսինքն ուզում են ասել, որ կեղծված չի, էլի։ Բայց Ստալին են ձեզ բերել, հինաբան։ Պատահականություն է կարծում եմ։ Նվերների մի ամբողջ պահարան ուներ, բայց դրա փոխարեն առաջարկեց գրապահարանը նայել։ Պարզվեց ընկեր Աշոտը գերմաներեն գիտի։ Das Haus im Schiff und andere Gespenster Geschichten։ Ինչ ասացիք ես։ Գերմաներեն ասեցի։ Ուժս, հա։ Արկադային բաներ են գրած։ Առաջարկեցինք գերմաներեն քարոզչություն անել։ Ich bin ein Arzt, ich bin ein Chirurg, der jeden Tag fast operiert, aber gleich wir sind ein Wahlprozess und ich bin auch ein Kandidat für Bürgermeister. Bürgermeister? Քաղաքապետ։ Bürgermeister. Bürgermeister, քաղաքապետ։ Bürgermeister? Meister, չէ, Bürgermeister։ Meister։ Այո, քաղաքապետ։ Բուրգերը քաղաք։ Քաղաքացի։ Մատոք ուզում եք դառնալ Bürgermeister։ Լեզուն փոխվեց հայերենի, բայց քարոզչությունը շարունակվում է։ Հանդանոցել եմ գո աշխատողներից եմ գո իմ հարցից կարելի ասել փրկեցին, անկեղծ եմ ասում։ Համ երեխային, համ հարցից։ Ես էլ հիվանդանոցի տնօրենն եմ, դե ջան չեք։ Իսկ դուք գիտեք ընտրությունները ես էլ քաղաքապետի տեխնազորին եմ։ Իսկ ում եք ընտրել դուք։ Կարելի ասել թող մնա։ Վերջացա։ Ես դիվան տա։ Ինձ թվաց է։ Ոչ թե ինձ նման ձևով չէ։ Չփոխատարեք, շատ։ Աբրիս, շատ աբրիկ։ Մենք էլ ենք քեզնից շնորհակալ, որ ասում ես։ Գիտեք չէ՞ պատրաստված չէ ես ամեն ինչը։ Ես թվաց պայմանավորվել էիք։ Դե ձեզ դες մի թվա։ Բնականաբար ձեզ ուրիշ բան չթվա։ Ես ինչի։ Դες լավ գոհում էր։ Իսկ որ ես նստեմ այն սենյակը դուք գնաք մեր գուտեր մտնեք առանձին, այս ամբողջ հիվանդների մեջ։ Պատահական սկզբունքով։ Պատահական։ Ես մարդիկ իմ հասած ես այն ընտրել։ Չէ, հա։ Աշոտ Կուրղինյանը հպարտանում է։ 2011 թվականից ավտոմատացրել է հիվանդների ընդունման համակարգը։ Մինչև հիմա մոտ 2000 հաճախորդ է ունեցել։ Այդ ցուցակը ընտրություններում որոշել է օգտագործել, հիշեցման թերթիկ է ուղարկելու նրանց։ Որ բժիշկ Կուրղինյանը մասնակցում է ընտրություններին, նա դաշնակցության ներկայացուցիչն է, իր նպատակները շատ լուրջ են, որովհետև մի ժամանակ ասին հանելու է կեսից բան եւ այլն։ Իր նպատակները շատ լուրջ են եւ վստահ եղեք, որ ինքը քաղաքապետի պաշտոնում կլինի նույն մարդը, չի փոխվի, որին ես կանք սիրում եք հիվանդանոցում, կսիրեք նաեւ քաղաքում։ Ոստեր միշտ է եղել, բարև ձեզ։ Շարունակում ենք օրը։
Ընկեր Աշոտը գնում է դաշնակցության գրասենյակ, այնտեղ նրան դիմավորում է ընկեր Արսենը, շտաբի պետը։ Հարևան սենյակում մի խումբ ընկերներ ծխում էին ու քննարկում ընկեր Աշոտի քարոզարշավը։ Քիչ անց գլխավոր գրասենյակ են գալու մյուս 9 գրասենյակներում աշխատող ընկերները։ Այս ամենը արվում է դաշնակցության կարմիր դրոշի ներքո։ Աղբամանն էլ է կարմիր։ Այն կաֆե պելեն էլ է կարմիր։ Են ինչ կարմիր բան կա։ Էլ ինչ կարմիր կա։ Գայանեի վերքը։ Այս հատուկ է։ Կարմիր են ուզում դարձնել նաև հոկտեմբերի 2-ը։ Ամեն ինչ անելու են հաղթանակի համար։ Միայն կաշառք չեն բաժանելու։ Փող չկա։ Տվող չկա։ Տարիներ շարունակ դաշնակցություն տակ, թե։ Չէ, բնակիչներին տվող չկա, որովհետև չենք տա։ Փող կա, տվող չկա։ Փող կա, փող, բայց գրասենյակները, բայց ամեն ինչը, բայց պլակատները փող չեն։ Դաշնակցությունը հարուստ է։ Լավ է որ դենց են մտածում, բայց աղքատ չի։ Դաշնակցական ընկեր Աշոտը խոստանում է Գյումրիում հեղափոխություն անել։ Վստահեցնում է, ինքը կարմիր դրոշով հեղափոխական է լինելու քաղաքի համար։ Ինչն եք հեղափոխելու առաջինը։ Մարդկանց մտքերը, մարդկանց պասիվությունից, այս թմբիրից դուրս եմ հանելու։ Այնտեղ ավտոբուս է կանգնում եւ ցավով տեսնում ենք ճամբրուկներով մարդիկ, որոնք լքում են քաղաքը։ Հեղափոխելու են, որ չգնան։ Քաղաքապետի թեկնածուն հավատում է, որ հաղթելու շանսեր ունի։ Դրա համար օրվա մյուս մասը պետք է աշխատի։ Քիչ անց էլ Երևանից են հյուր ունենալու։ Պետք է պատրաստվեն։ Գյումրի է գալիս ընկեր Աղվանը։ Դեպի քաղաքապետն է ուղիղ եթերում, այժմ էլ ամփոփենք քարոզարշավի վերջին օրերը։ Գյումրիում բոլոր կուսակցությունները ակտիվ քարոզի են անցել, փողոցներով են շրջում, քաղաքացիների հետ հանդիպում։ Ինչպիսին էր նախընտրական կյանքը Գյումրիում, կպատմի Սաթենիկ Կաղզվանցյանը։ Գյումրիի թիմ ընտրություններին 11 քաղաքական ուժ առաջադրել էր ավագանու 422 թեկնածու, 11 ինքնաբացարկ կա ու հիմա ավագանու 33 տեղի համար պայքարը կշարունակի 411 թեկնածու։ Սեպտեմբերի 9-ից մեկնարկած քարոզարշավը 2 օրից կավարտվի։ Քաղաքական ուժերը մի քանի օրով դադարեցրել էին քարոզարշավը, ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու Մավան հանգամանքով պայմանավորված։ Սեպտեմբերի 25-ից քաղաքական ուժերը, այդ թվում եւ ԲՀԿ-ն վերսկսեց նախընտրական քարոզարշավը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակը շարունակում է գլխավորել Վարդևան Գրիգորյանը։ Նրա փոխարեն նախընտրական քարոզարշավը շարունակում են ԲՀԿ պատգամավորները։ Կուսակցության նախագահ Նաիրա Զորաբյանն ինքն է ԲՀԿ պատգամավորների ու ավագանու անդամության ԲՀԿ թեկնածուների հետ թաղ շրջում ու ներկայացնում, թե ինչու են մտել ընտրապայքարի մեջ եւ ինչ են ուզում սկսել Գյումրիից։ Կատարելով ճիշտ ընտրություն, դառնալով մեր գործընկերը, ձեր հետ միասին քայլ ենք մենք անելու այդ փոփոխությունը։ Այլապես հաջորդ քայլը սիրելի ժողովուրդ, եւս մեկ սխալ ընտրություն եւ անդունդա, երկիրը գլորվելու է անդունդը։ Եկեք շանենք այդ սխալը, եկեք ամուր կանգնենք միասին հոկտեմբերի 2-ին, ոչ մի պրովոկացիաների, ոչ մի սադրանքների չընդհատվելով գնանք արժանապատիվ ընտրության եւ վստահ եղեք, որ շատ կարճ ժամանակում մենք սկսելով Գյումրիից կրկնում եմ ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին ավարտին հասցնելով այս գործընթացը սկսելու ենք նոր Հայաստանի վերածնունդը ձեզ հետ միասին։ Մեկ այլ պատգամավորի պատահական հանդիպեցին քաղաքի ամենաբանուկ Ռիժկովիչ էմապողոցում։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության բուկլետներն էր բաժանում անցորդներին։ Այդ կուսակցությունների մեր կուսակցության անունը քաղաքացիական պայմանագիրը, բարևձեզ կարելի է քաղաքացիական պայմանագիրը եւ այստեղ հետեւը իմ անունից ձեզ ուղված ուղերձ կա։ Մենք է քվեաթերթիկում 11-րդ համարն ենք, 11-րդ։ Եթե որոշեք մեր օգտին քվեարկել, շնորհակալ կլինենք եւ պատասխանենք։ Քաղաքացիական պայմանագիրը նաև տարբեր թաղերում հանդիպում է ընտրողների հետ։ Առավել ակտիվ է թաղային հանդիպումներում Գալար կուսակցությունը։ Շրջում են թաղերում հանդիպումներ անցկացնում, իրենց ծրագրերը ներկայացնում, բուկլետներ բաժանում։ Մինչև Հայաստանում կոռուպցիայի
խարդախության, թալանի վերջը չի տրվում, Գյումրին չի կարող լավ ապրել ու փարգավաճ ապրել։ Չի կարող Հայաստանը կործանվել, բայց Գյումրին լավ ապրի։ Ուստի պետք են համակարգային փոփոխություններ։ Մեր ասելիքը հետևյալն է, որ պետք է իշխանափոխության մեկնարկը տրվի Գյումրի քաղաքից։ Իշխանությունը պետք է փոխվի Գյումրիից եւ Գյումրիի օրինակը պետք է վարակիչ դառնա հանրապետության մյուս բնակավայրերից։ Այսօր Գյումրին կունենա ժողովրդավարական, իրականում լեգիտիմ իշխանություն, վաղը դրան կցկտի Վանաձորը, վաղը դրան կցկտի Արմավիրը, Սյունիքը ու մնացած բնակավայրերը։ Եկեք փոխենք իշխանությունը Գյումրիից։ Այս ընտրությունները թերևս տարբերվում են մյուսներից նրանով, որ կուսակցություններն ավելի շատ նախապատվությունը տալիս են բաց թաղերում անցկացվող քարոզին։ Համախմբում կուսակցությունը ևս թաղերում է անցկացնում իր հանդիպումները։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Հովհաննես Ասոյանը։ Համախմբումը ևս հայտարարում է, որ սկսում է Գյումրիից ու իշխանափոխության շարունակությունը լինելու է ամիսներ անց անցկացվելիք ազգային ժողովի ընտրությունները։ Համախմբման քաղաքապետի թեկնածուն հանդիպման եկած ընտրողներին ներկայացրեց, թե իրենք ինչպես են աշխատելու վստահության քվե ստանալուց հետո։ Ոչ թե թիկնապաների հետևում թաքնվել, չգիտեմ այն արկելա պդուդակ են դրել, որ չես կարողանում առանց կնոպկա սխմելու ներս մտնել։ Բոլոր դռները բաց կլինի բոլորի համար, բոլոր խնդիրներով կլսեն, կճանաբարեն, որպեսզի մարդը զգա, որ ինքը ընտրել է քաղաքապետ եւ ավականի, այսօր իրեն հարցով զբաղվող կա։ Ոչ թե անդերի պես գնան դռները խփեն, հետ դարձնեն, կան լացեն տունը նստած լացեն, դե այսինչ իշխանությունները այսինչ է։ Երկրորդ խնդիրը քաղաքապետարանի աշխատանքների մենք ցանկանում ենք փոխել, լավացնել թափանցիկությունը։ Այսօր մեզ հերոստատեսությամբ անընդհատ հրամցնում են, փողոց ենք սարքել, լույս ենք քաշել, լուսակետեր ենք ավելացրել, նստարաններ ենք ավելացրել, լավ է կարել, բայց ինչ գնով է կարել, ով գիտի, ժողովուրդը տեղյակ է, այդ մեր նստարանը ինչ գնով եք պատրաստել տվել, կամ ասֆալտը ինչ գնով է կարել, ոչ ոք չգիտի, լավ է կարել եք, բայց մեզ պիտի պատասխան տաք, մեր փողերն եք ծախսել, մենք ենք հարկ ու տուր տվել, այդ փողը մենք ենք տալիս ձեզ, հիմա մեզ ասեք քանսով եք արել։ Հայ ազգային կոնգրեսը թաղերում է հանդիպումներ անցկացնում, նաև ակցիաներ կազմակերպում։ Վարդանանց հրապարակում հենց քաղաքապետարանի դիմաց անցկացրին ֆլեշ մոբ, մեկ-մեկ ու ներկելով տարբեր գույներով։ Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Սյուզի Մեխակյանն էլ էր մասնակցում ֆլեշ մոբին։ Ինչ էին ուզում ասել ֆլեշ մոբով։ Ընտրիչ փոփոխությունները եւ կյանքը կգունավորվի, կփոխվի ոչ թե ուղղակի իմաստով, ինչպեսին դուք եք տեսնում, այլ կյանքի որակի իմաստով, որովհետեւ մենք մեծ փոփոխություններից քիչ ենք խնդրել։ Դրանով կփոխվի մեր կյանքի, մեր ապրելակերպի, մեր քաղաքային իշխանության եւ ընդհանրապես ամեն ինչը, որը մենք ենք խոստանում։ Սեպտեմբերի 29-ին Հայ ազգային կոնգրեսը հավաքի է անցկացնի Գյումրիում։ Հայ հեղափոխական դաշնակցությունը ի սկզբանե ամենաակտիվն էր քարոզարշավ անցկացնելու հարցում։ Նախընտրել են եւ թաղերում հանդիպումներ եւ տարբեր կառույցների աշխատակիցների հետ։ Դաշնակցության ցուցակը գլխավորող բժիշկ Աշոտ Գուրբինյանի կարծիքով իշխանափոխության բանալին ընտրություններն են։ Միակ միջոցն է ընտրությունով հաստատ իշխանություն փոխելը, որովհետև դա նաև ապացուցեց այս վերջի 25 տարիները։ 25 տարիների ընթացքում մենք չենք ունեցել միտինգների պակաս, չենք ունեցել հացադուլների պակաս, չենք ունեցել նստացույցերի պակաս, չենք ունեցել տարբեր դժգոհության առիթ հանդիսացող գազի գինի թանկացում, էլեկտրականության թանկացում, այս վերջերս ինչ ասես, բնապահպանական խնդիրներով դուրս ենք եկել, ինչ որտեղ հաջողել ենք, փոքրիկ մի հատ բան չենք թողել, որ անին եւ ուրախացել ենք, որովհետեւ քաղաքացիական հասարակություն է նաեւ աճում, բայց գլոբալ իմաստով իշխանություն չենք փոխել։ Բայց պետք է փոխենք, մի օր դա գալու է։ Սա գիտեր իշխանությունը, որ գնաց համանadrական բարեփոխումների։ Գործող քաղաքապետ Բալասանյան դաշինքի ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանը փակ հանդիպումներ է անցկացնում։ Չինաստանից օրեր առաջ վերադարձած Բալասանյանը Գյումրիի քույր քաղաք Սիանի հետ է համեմատում տեղական բյուջեները։ Երբ որ ես գնում եմ Չինաստան, ինձ հարց են տալիս, թե ձեր բյուջեն ինչքան է, ես ասում եմ մեր բյուջեն 3 միլիարդ է, 3 միլիարդ 200 միլիոն է։
Ես չեմ ասում դրամ է, որովհետև ամաչում եմ, հավատացեք, որովհետև իրենց բյուջեն 768 միլիարդ դոլար է։ Հա, ճիշտ ասած անհարմար է, որ ասեմ, գիտես, մեր բյուջեն 7 միլիոն է։ Չի կարող այդպես լինել, հասկանում եք։ Քաղաքական մյուս ուժերը համեմատաբար ավելի պասիվ են նախընտրական քարոզարշավում։ Շատերը սահմանափակվում են պաստառներով կամ հեռուստահաղորդումներով։ Այժմ էլ տեղափոխվենք հանրապետության երրորդ քաղաք։ Վանաձորում վերջին օրերին նախընտրական կյանքը ոչնչով չէր զիջում Գյումրիին։ Երթեր, ցույցեր, հանդիպումներ, բոլոր թեկնածուներն էլ իրենց պոտենցիալ քաղաքապետ են համարում։ Իսկ թե ինչպես էին նրանք գնում դեպի քաղաքապետ, կպատմի Նարէ Ստեփանյանը։ Վանաձորում առաջադրված 8 կուսակցությունները քարոզարշավի վերջին օրերին ակտիվորեն շարունակում են բնակիչների հետ հանդիպումները։ Իշխող հանրապետականի հետ իշխանության պատասխանատվությունը կիսող հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու Նելսոն Մամուլյանն ասում է, թե վստահ է 6% շեմը կհաղթահարեն։ Մամուլյանի խոսքով հանդիպումների ընթացքում բնակիչներին նաև ներկայացնում են, որ իշխող ուժի հետ կոալիցիան լավ հնարավորություն է, որը պետք է օգտագործել։ Կոալիցիան դա հնարավորություն է։ Ինչ է նաև մենք մեր հնարավորությունների, մեր հանդիպումների ժամանակ ներկայացնում ենք, այսինքն 3 նախարարական պորտֆել, այլ հնարավորություններ, կառավարության ամբողջովին պատասխանատվությամբ ստանձնում։ Այս հնարավորությունները, եթե մենք ներկայացնում ենք եւ մարդիկ շատ լավ են ընկալում դա եւ ողջունում են, Վանաձոր քաղաքի համար ծրագրեր բերելու, ներդրումներ բերելու, այս կամ այն երկար տարիներ շարունակ չլուծված հարցեր լուծելու, սա միայն պետք է ողջունել։ Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն անձամբ է շրջում բակերով եւ կոչ անում հոկտեմբերի 2-ին քվեարկել իրենց օգտին։ Ես գտնվում եմ ձեր թաղամասում, ես ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն եմ, Վանաձորից ընտրված պատգամավորը, եւ այսօր այստեղ եմ ձեզ իրազեկելու, որ Վանաձոր քաղաքը կանգնած է բացառիկ հնարավորության առջև եւ հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում տեղի ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եւ դուք հնարավորություն ունեք հաղթելու հանրապետական կուսակցությանը։ Համախմբում կուսակցությունը Կիրակի օրը համապետական հանրահավաք անցկացրեց Վանաձորում, որտեղ էլ կուսակցության կողմից առաջադրված Վահան Ղույումչյանը ներկայացրեց իրենց անելիքները։ 25% խնդիրները մենք կարող ենք քաղաքում լուծել ճիշտ կառավարման արդյունքում։ Նույնիսկ այն ծիծաղելի բյուջեով, որ այսօր հավաքվում է մեր քաղաքում, մոտավորապես 700 միլիոն դրամ։ Այդ ծիծաղելի բյուջեով անգամ կարելի է որոշակի խնդիրներ լուծել։ Քաղաքի տանիքների վերանորոգման, քաղաքի աղբահանման, քաղաքի կանաչապատման խնդիրներ լուծել։ Կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն էլ հայտարարել էր, թե կօգտագործի Սփյուռքի իր կապերը Իշահ Վանաձորի։ Այսօր ավելի ուշ հանրային հավաք են անցկացնելու Հայ ազգային կոնգրես եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները։ Մինչ այդ ՀԱԿ-ը իրազեկման քայլերթ էր կազմակերպել Բարգավաճ Հայաստանը ավտոերթ։ Սեպտեմբերի 29-ին երեկոյան ժամը 6-ին Վանաձորում քարոզարշավային աննախադեպ ակտիվություն է ծրագրվում։ Առանձին հանրահավաքներ են հրավիրել Լուսավոր Հայաստան եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները։ Իսկ իշխող կուսակցությունը մեծ համերգային միջոցառում է կազմակերպել։ Ավարտվեց դեպի քաղաքապետի այսօրվա թողարկումը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Հաջորդ հաղորդման ընթացքում մենք կամփոփենք, թե ովքեր են Վանաձորում եւ Գյումրիում գնում դեպի քաղաքապետ։ Կհանդիպենք ուրբաթ, լավ եղեք։